ամենապրոռուսական ուժերը ստեղծել են Եվրոմեդիա անունով հեռուստալրատվական ալիք, այդ լրատվականի ալիքին էլ պետք է կարծում եմ խոսույթին ու առհասարակ քաղաքական գնահատականներին է պետք է վերաբերվել ճիշտ նույն կերպ։ Հիմա որ ասում եք չունենք։ Ովքեր են գալիս։ Դեմ եք մամուլի բազմազանության։ Լրիվ կողմ եմ, հատկապես ֆանտաստիկ եմ համարում, որ պրոռուսական ուժերը ստեղծում են Եվրոմեդիա անունով հեռուստաալիք։ Ֆանտաստիկ է։ Պարոն Ալեքսանդրյան, Չեմ քննադատում, էլի փաստն եմ արձանագրում։ Դուք այդ ոնց որոշեցիք, որ պրոռուսական ուժերն են ստեղծել։ Ես ասում եմ Արման Վարդանյանն է ստեղծել։ Եվ նա հանդիսանում է շարունակեք միտքը։ Լավ, ես չեմ ասի, ես ինչ գործ ունեմ։ Բոլորը հմեք լինեն այս երկրում, բոլորը հայ։ Չէ, ցավոք սրտի բոլորի պրոֆեսիոնալիզմը չի ների հմեք լինեն այս երկրում, բայց այնուամենայնիվ։ Ձեր պատկերացումը դա է, պարոն։ Չէ, դե ես, չէ, լավ, ներողություն եմ խնդրում, կարծում եմ փոքր-ինչ բան նկատի ունեցա։ Գուցե լավ, կներեք, sense ձևակերպեմ հարցը։ Օրինակ, հանրային հեռուստաընկերությունը երբեք չի կարող մագլցել են անմատչելի գագաթը, որը սահմանել են Եվրոմեդիա լրատվականը, լրագրող Սյուզի Բադոյանը, հրապարակ լրատվականը եւ մնացածը։ Բայց ինչով եմ թիրախավորում, ասում եմ, նրանք այնքան բարձր պրոֆեսիոնալիզմ ունեն, որ համեկը չի կարող հասնել։ Մենք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ով է։ ասեմ, հիմա ապօրինի Բաքվում գտնվում են, իրենց դատավարությունները մենք լուսաբանում ենք, իսկ մեկը չի լուսաբանում։ Ձեր հեգնանք ամենևին տեղին չի։ Դե որովհետև այդ դատավարությունները լուսաբանելը եւս մի բան է, տենց ու կոնկրետ սոուսով լուսաբանելը կարծում եմ այդքան էլ տենց Հայաստանի քաղաքական օրակարգերի շահերից բխող մի բան չի։ Իմ ընկալմամբ դա ավելի շատ Ադրբեջանի քաղաքական օրակարգերից բխող մի բան է, որտեղ դուք լուսաբանում եք մի բան, որը կոնկրետ ժամանակահատվածով, կոնկրետ ձևաչափով, կոնկրետ կադրերով, լավ մտածված, լավ մշակված, կոնկրետ բառերի ընտրությամբ ձեզ տվել է ձեզ էլի հանրությանը առհասարակ եթեր է տվել Ադրբեջանը։ Դա չլուսաբանել։ Չէ, ես առաջարկում եմ դա ճիշտ լուսաբանել։ Մենք ճիշտ ենք լուսաբանում, Շատ լավ։ Պարոն Ալեքսանդրյան, ներողություն ատելության խոսքի հետ կապված։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում մի այսպիսի ելույթ ունեցավ, ասաց ընդդիմադիրներն ուզում էին արցախցիներին որպես ցույցի մատերիալ բերել այստեղ իշխանապահությունը, հենց այդ որ կներեք 120,000 հայի ասել ցույցի մատերիալ։ Չէ, ցույցի մատերիալ չէ, որպես ցույցի մատերիալ ու դա ընդդիմության ընկալումն է այդ մարդկանց մասին, դա ձեր համար նորություն է։ Ես ձեզ ավելին ասեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին էլ ընդդիմության մեծ մասը պոտենցիալ ստրուկ է ընկալում։ Էդ էլ ասեմ ձեզ։ Հիմա համաձայն եմ, ամոթ իրենց։ Այս նոտայի վրա անկախ նրանից թե ընդդիմությունը ինչպես է, հա, դա ներկայացնում։ Ինքը իր բերանով իր շուրթերից նման խոսք ասի ազգային ժողովի ամբիոնից ցույցի մատերիալ, հա, ամեն դեպքում ինքն է։ Չէ, հիմա դուք էլի հա ինչ ուզում եք, ինչքան ուզում եք ասեք հնչեցնում, բայց ակնհայտ է, որ այդ մարդկանց վերաբերմունքը եղել է դա, ու դա եղել է մոտիվներից մեկը, որ ու դա եղել է մոտիվներից մեկը, որ ընդդիմությունը ամեն ինչ արել է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայությունը դուրս գա Լեռնային Ղարաբաղից, ամեն ինչ արել է, որպեսզի դուրս գա Լեռնային Ղարաբաղից, որպեսզի այստեղ փորձի Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, մեր շատ հարգելի քույրերին ու եղբայրներին օգտագործի որպես այո ցույցի մատերիալ, ցավոք սրտի, բայց մենք դա թույլ չենք տալու եւ Փառք Աստծո Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները առաջին հերթին թույլ չեն տալիս որպես ընդդիմությունը իրենց օգտագործի որպես ցույցի մատերիալ։ Պարոն Ալեքսանդրյան, խոսենք նաև Վարդան Ղուկասյանի երթմնակալության արարողությունից, իդեպ այդ արարողությանը մասնակցում էր Ռուսաստանի հպատոսը եւ 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներ եւ նաև դրան միացնելով Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանի Ստալինին հիշելու մասին։ Ես կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Դե ես կարծում եմ, օրինակ մի հատ sense բան կա, էլի զուտ ասեմ, երբևէ չի եղել ու գոյություն չի ունեցել եւ ոչ մի KGB-ի գործակալ, որը հիացած չլինի Ստալինով։ Բայց այն, որ հայ առաքելական եկեղեցու arczepiskopos-ը իրան կարա թույլ տա Ստալինի մասին այսպես նոստալգիկ դրական խոսույթով խոսա, դա ուղղակի խայտառակություն է։ Բացարձակ խայտառակություն է։ Բռնաճնշվածները Ստալինյան ռեպրեսիաների ժամանակ, Սիբիր աքսորվածները, սպանված քահանաներն ու եկեղեցականները գերեզմաններում շուռ են եկել, երբ որ Ստալինապաշտ տերտերը իր այդ հայտնի ելույթն է ունեցել, էլի։ Ես կարծում եմ դա ուղղակի, չգիտեմ ինչ աստիճանի մի հատ նոնսենս է։ Այ օրինակ հիմա ատելության խոսք եք տարածում, պարոն Ստալինապաշտ տերտերը, օրինակ դա ինչ արտահայտություն։ Ստալինապաշտ տերտեր, մարդ, որը պաշտում է Ստալինին եւ տերտերը։ Հա, այսինքն տերտերը վիրավորական բառ է։ Դուք հայերենի Տերտեր միայն Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսն է, չէ, սխալ գիտեք։ Տերտեր, բառը տերերի տեր։
տերտեր բառը հայերենում օգտագործում է որպես հոգևորական իմաստով։ Տերտեր, հոգևորական, խոսակցական իմաստով։ Գնացեք Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական ցանկացած քաղաքացու հարցրեք։ Խոսակցականում ինչ է նշանակում տերտեր բառը։ Հիմա եթե ասում եք տերտեր բառը ատելության խոսքա, դա է էլի գնահատական ինչ ասում։ Դե Ստալինապաշտ, որտեղ պաշտում ակնհայտորեն Ստալինին ու դրա մասին ելույթ է ունենում։ Պարոն Ալեքսանյան, եւ մի ճշտում էլ էլի, բոլորս գիտենք Ստալինի վերաբերմունքը խոսքի ազատությանը, դրա մասին ինձ խոսել անիմաստ եղել է ժամանակներում եւ այս ժամանակներում մամուլի ազատության այս պայմաններում խոսել Ստալինի մասին ինչքան է ճիշտ։ Դե դա հասկանում եք, դա իրանց բանն է, էլի։ Իրանց երազանքն է, նրանք ինչ են անում, փորձում են օգտվել ժողովրդավարության բոլոր պտուղներից հետ բերելու համար Հայաստանում բռնապետություն ու բռնատիրություն։ Այսինքն այն որ տենց ամենօրյա ռեժիմով իշխանությանը քննադատում են, տենց մաքսիմալ ընդդիմադիր լրատվականների քանակ են ապահովում, մաքսիմալ ատելության խոսքի քանակ են ապահովում իրենց լրատվականներով, հետո ինչի համար են դա անում, որպեսզի հետագայում, երբ որ իրանք կարողանան ինչ-որ իրանց երազներում էլի հաստատել բռնատիրական կարգերը, արգել են բացարձակապես ցանկացած ազատ խոսք ու ցանկացած քննադատություն օրինակ իրանց նկատմամբ, որտեղ Շագրավ է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մամուլի ազատությունը ընդգծելու համար հիշատակվում է Ստալինի օրոք տեղի ունեցածը, պարոն Ալեքսանյան։ երբևէ Հայաստանի Հանրապետությունում մամուլը այնքան ազատ չի եղել, ինչքան հիմա է։ Ու դա փաստա անվիճելի ուղղակի, անառարկելու անվիճելի։ Ցանկացած ժամանակաշրջանի, ցանկացած օրվա, ցանկացած ժամի հետ համեմատ։ Ցանկացած առանց բացառության։ Ժողովի ամբիոնից թիրախավորում եք լրատվամիջոցներին։ Որ լրատվամիջոցներին։ Չէ, ինչով ենք, թե ինչով ենք։ Դուք ազգային ժողովում քիչ առաջ ելույթ ունեցաք, թիրախավորեցիք մեդիա դաշտին։ Ինչով, որ մեդիա դաշտին, որն էր օդից կախված։ Դե երբ որ դուք ասում եք սևով աշխատավարձ են ստանում, կամ դուք արդեն հանցագործության մասին հաղորդում եք ներկայացրել։ Հանցագործության մասին հաղորդում չէ, բայց կոնկրետ տեղեկատվություն փոխանցեցի, նաև կոչ արեցի, որպեսզի ստուգումներ լինի։ Թիրախավորեցիք, հիմա լրատվամիջոցն են, պարոն, շատ բարձ եմ ասում։ Եվ դուք անհասցե նման Չէ, Նարեկ ջան, կներեք։ Դուք այսքան ձեզ թվում է, որ պետք է ընդդիմադիր լրատվականները ամենավերջի հայհոյանքը, ամենավերջի զրպարտությունը, բարի ուղիղ իմաստով հայհոյանքը, բարի ամենաուղիղ իմաստով հայհոյանքը տպագրեն ու դրա մասին ասենք խոսակցություն չլինի, ասենք դրան ի պատասխան խոսակցություն չլինի։ Ձեզ իրոք թվում է, որ պետք է ընդդիմադիր Նարեկ ջան, ձեզ թվում է, որ պետք է, նորից եմ ասում, ուղիղ, բարի ամենաուղիղ իմաստով հայհոյանք գրեն, տպեն, լուսաբանեն ընդդիմադիր լրատվամիջոցները։ Դուք եք այլ բանի մասին խոսում։ Ես խոսում եմ թիրախավորում եք ամբողջ։ Ես ամբողջին չեմ թիրախավորում։ Հիմա ակնհայտա որ ֆակտոր EM սևով է ստանում։ Նարեկ Կիրակոսյանը ֆակտոր EM-ը ես վստահ եմ, որ սևով չի ստանում։ Ես որպես օրինակ բերեցի։ Բայց ես վստահ եմ, որ դուք ինձնից լավ գիտեք, թե որ լրատվականներում են սևով ստանում։ Շատ բան գիտեմ, իշխանության մասին եք շատ։ Դե ասեք, ասում եք ամեն օր լավ եք անում իդեպ որ ասում եք, ինչ գիտեք, ասեք, ես դες հորդորում եմ, ինչ գիտեք օրենքի հետ ենթադրաբար խնդիր ունեցող, անպայման ասեք ամենօրյա ռեժիմով ասեք, բայց դա չի նշանակում, որ պետք չէ ասել բաներ, որոնց մասին բոլորս գիտենք, ու դուք ինձնից լավ գիտեք։ Դուք ինձնից լավ գիտեք, քանի ընդդիմադիր լրատվականը, այսինքն դրա մասին պետք է հիշել, երբ չէ, իշխանության։ միշտ են հայհոյում իշխանության, ինչ որ պահի պետք է ասել դրա մասին։ Եք հայոյում ժամանակին իշխանության։ Ես լրատվամիջոցի ներկայացուցիչ երբեք չեմ եղել։ Եթե ընդդիմադիր եք եղել, ուրեմն կարող եք հայոյել լրատվամիջոցները չեն կամ Դե կարող են, հիմա էսա, դե ձեր մոտեցումը այնա, որ կարող են լրատվամիջոցները հայոյել, ես էլ դրա հետ համաձայն չեմ, Կորյուն ջան։ Չեմ պաշտպանում, պարոն Ալեքսանդր։ Դե ասում եք դուք կարող եք, չեն կարող։ Հանդուրժող լինեք, շատ մի կենտրոնացեք։ Կորյուն ջան, չեմ լինելու հանդուրժող։ Այսինքն ձեզ թվում է աշխատանքից կախված են, հայ, այսինքն ձեզ թվում է քեշ փողը դնում են ջեբները, բայց իրանք սպասում են, այ, բայց սպասի, ճիշտ է, իհարկե, այս մեկը փողը տվել է, Սերժը տվել է, Քոչյանը տվել է, բայց չէ, մի վարքյան մի հատ նայեմ տենամ իշխանությունը ոնց աշխատեց, այ վատ աշխատեց, այ սպասի
հայհոյում։ Հիմա Ձեզ իրոք թվում է ուրեմն տենց է։ փողով է հայոյում, դեզ անկեղծ հայողներ չկան, այսպես ասած։ Այդ չհարց եք տալի Դե ասում։ հիմա իշխանությունը Ձեզ օրինակ ձեզ թվում է դուք հիմա որ հրապարակ օրաթերթում աշխատել եք, հիմա այս բանում լրատվականում աշխատում եք, ձեզ հեչ հայհոյում են, օրինակ այս հարցը ձեզ դուր գալիս, այս հարցը ձեզ դուր գալիս։ Չի բացառում, որ ինչ-որ մեկի հարցը ձեր աջակիցներից մեկի հարցի համար Հորդորում են, որ չհայհոյեն ձեզ։ Հորդորում են, որ ձեզ ու ձեր լրատվականին չհայհոյեն։ 18 թվականին պետք է Նիկոլ Փաշինյանը այդ հորդորը հնչեցներ, երբ որ ատելության այսպես Նարեկ, ինձ մեկ-մեկ թվում է դու իրոք չես կարդում լրատվական դաշտ, անկեղծ եմ ասում։ Ինձ մեկ-մեկ թվում է դու չես կարդում։ Որտեվ ուղղակի եթե կարդակ ամենօրյա ռեժիմով տենակ ընդեղ ինչա տպագրվում, ուղղակի բան կանեք, էլի այս հարցերի մեծ հաշվով չեք տակ, ասեք եք այդքան փափուկ խոսում պարոն Ալեքսյան, ընդդիմադիր լրատվականների մասին։ Նորից եմ ասում, նողկալի վիճակ է, ժողովուրդ ջան, աննորմալ վիճակ։ Պարոն Ալեքսանյան, ինչու եք այսքան փափուկ խոսում ընդդիմադիր լրատվամիջոցների մասին։ Դիմակավորված ԱԱԾ-ականների ուղարկեք, թող ամեն ինչ ճարի։ Դե դա մեր գործելավ։ Լավ է այսպես։ Չէ, դա մեր գործելավոճը չի, Նարեկ ջան։ Տենց իդեպ ես ձեզ ասեմ, քաղաքացիներից ստացվող բողոքների երևի մի 60-70%-ը այս իրա մեջ պարունակում է մշտապես։ Մենք է բացատրում ենք, որ չէ, դա մեր գործելավոճը չի, ամեն դեպքում մենք ժողովրդավարական արժեքների կրողներ ենք։ Իսկ իշխանությունը փող չի դնում մեդիայի մեջ։ Հմեկ են 7 քանի միլիարդը որ պետ բյուջեից տալիս են գետի մի կողմ։ Գոնե դա օրենքով իմանում է։ Հայ իշխանությունը փող Որ մեծայի նկատի։ Տեսեք, օրինակ մեր կուսակցությունը ունի լրատվամիջոց, որի մասին բոլորը գիտեք, ինչը արվում է թափանցիկ եղանակով կուսակցության հանգանակություններից գոյացող գումարները, օրինական ձևով հարցումները ուղարկում եք, ասում եք որտեղից կուսակցությանը փող, կուսակցության բյուջեն լրատվամիջոցի։ Չեմ կարող կոնկրետ ասել, կարծում հարցում որ ուղարկեք կարող է իմանաք, չգիտեմ դա էլի հաշվապահությունը ձեզ ավելի կոնկրետ կասի, բայց ցանկացած լումա այնտեղ ներդրվող ներդրվում է օրինական թափանցիկ միջոցներից, ինչը շատ նորմալ է իմ ընկալմամբ։ լրատվամիջոցն են դե ատելության խոսք տարածում, պարոն Ալեքսյան։ Ինչ ատելության խոսք է, ինչ էր ասում։ Այսինքն չէ, մի վարքան, հիմա անցած օրը, այդ որ ասում եմ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության մոտ տեղի ունեցավ միջադեպ, այդ միջադեպի ժամանակ տեղի ունեցան որոշակի դեպքեր ու դրանցից հետո ընդդիմադիր լրատվականներում տպվեցին հետևյալ վերնագրերը. Արցախցի ակտիվիստների լկտի, արցախցի պրոիշխանական ակտիվիստների լկտի պահվածքը, քանիսը բան արեցիք։ Ես չեմ համոզվել, խոսե եթե տեսնեի։ Հա, շատ լավ։ Դե շատ լավ, ընդդիմադիր լրատվականներում, հիմա կոնկրետ այս բանը չեմ հիշի։ Դե հիմա նկատի ունեմ, որտեղ երկակի ստանդարտները, ժողովուրդ ջան, երկակի ստանդարտները երբեք լավ բանի չեն բերել։ Գիտեք որն է, պարոն Ալեքսանյան, որ դուք ասում եք կոնկրետ ձեզ ասում է այսպիսի վերնագիրներ են ճարտարար Ղարաբաղցիները ու ես դա հիշում եմ օպերայում ինչ որ մի հատ իրադարձության հետ կապված Դուք դա հիշում եք, Նարեկ ջան, շատ լավ հիշում եք, միանշանակ հիշում եք, հա։ Ինչու եմ սա ասում, որտեղ դուք իշխանության ներկայացուցիչ եք, ձեր մասով պետք է խնդրահարույց արտալ, ընդդիմությանը պետք է իրենց Բայց դուք տալիս եք ընդդիմություն։ Ձեր գործընկերոջը լրագրողի, ձեր գործընկեր լրագրողի Անդիմադիր падգամավորի օգնականը խփեց։ Ուղիղ իմաստով խփեց։ Այո։ Ու դրանից հետո այդ падգամավորի օգնականի ատելության խոսք պարունակող տարատեսակ գրառումները ձեր կայքերում տեղադրում են, ժողովուրդ։ Դե հիմա այդ բանը էլի, էդ էլ է ցուցիչ, այսինքն մեծ հաշվով բանի հարցը, հասկանում եք, էդ էլ է Սերժենի հարցը էլի լրատվական մեծ հաշվով։ Լևոն Քոչարյանի օգնականը նոր է լսել, որ Գյումրիում ընդունված է այդ տարածքին նման կերպ ասել։ Բայց իմ հարցը հետևյալն է։ Պարոն Ալեքսանյան, երբ որ ձեզ կոնկրետ խնդիր է ասվում։ Ջեմա իշխանությանը անդադ մեղադրում եք մամուլի նկատմամբ։ Երբևէ լսել եք իշխանական падգամավորի օգնականը կամ իշխանական падգամավորը լրագրողի հարվածի, ժողովուրդ։ Վիլեն Գաբրիելյանը հայոյում էր բացառ։ Դե Վիլեն Գաբրիելյանը դրա համար Վիրեն Գաբրիելյանը իպատիվ իրեն, դրա համար։ Իպատիվ իրեն։ Ստանձնեց իր արածի պատասխանատվությունը, չէ, օրինակ իսկ գնացել եք, օրինակ հարցրել եք ինչ որ ընդդիմադիր падգամավորներին ինչ են պատրաստում անել իրենց այն օգնականի հետ, որ լրագրողի հարվածել չեք հարցրել։ Ինչի չեք հարցրել։ Հայաստան դատը գնում է կարծեմ, բայց ինչ չեք արել, ժողովուրդ ջան, ինչ չեք արել։ Ինչի չեք արել ու եկել եք ինձ։ Ինչ եք արել, ինչ եք հարցրել։ Հենց այդ օրը։ Մենք պետք է իշխանության ներկայացուցիչին տանք իրենց հետ կապված հարցեր եւ թույլ տվեք։ Դե հա, իշխանության ներկայացուցիչներին տվեք, ես երբեք ձեր հարցերի չեմ խոսում, ես խոսում եմ ձեր միակողմանիությունից, ժողովուրդ ջան։ Հարցը սկսեմ, բայց թույլ չեք տալիս ավարտել։
Պարոն Ալեքսանյան, կոնկրետ դեպք է ասվում, որ նման խնդրառույց վերնագիր է եղել, բայց դուք փոխանակ դրանը հիմնավորեք կամ ասեք, օքեյ, սխալ եղել, դուք ասում եք, այ տեսեք, տրիբունում, 24 նյուզում, ֆլանում, ֆստանում էլ դե նման բան կա։ Չէ, կներեք, մի վարքյան։ Ձեր արձագանքը ուրիշ տեղ է։ Կներեք։ Նախ գիտեք ինչ է իմ արձագանքը դրան, որովհետև ձեր նշած օրինակից հետո լրատվականը իր սխալը ընդունել է։ Այն մնացած տեղերը երբեք իրանց սխալը չեն ընդունել, արիջ։ Ու ձեր նշած դեպքից հետո միած sense կոնկրետ ատելության արշավը սկսվել այդ լրատվականի նկատմամբ։ Իսկ մնացած լրատվականների նկատմամբ կես ծպտուն անգամ չկա, արիջ։ Այ հենց դրա համար է, այ դրա մասին է իմ ասածը, ժողովուրդ ջան։ Շարունակում է Civic-ը։ Ինչ արել։ Էլ իր բաներով, հրապարակումներով, հիմա Դավիթ Լևոնյանի օրինակն եք բերում, ասում էր, որ Բագրատ Սրբազանը Ռուսաստանից ռուբլով փող է ստանում։ Ահացն պարզեց, որ նման բան չկա։ Դա Ահացն չի պարզել, որ նման բան չկա։ Հայտարարություն տարածեց, Ահացն չի պարզել։ գործակալ չի Ռուսաստանը։ ԱԱՑ-ն տեղեկացրեց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում, ինչը եւ նորմալ է, որտեղ ԱԱՑ-ն ռուսական KGB-ի բոլոր գործակալների տվյալներին չի տիրապետում։ Դուք համարում եք, որ նա Ես ինչ համարում եմ, ինչ չեմ համարում, դա իմ համարելիքն է, բայց դուք պնդում եք անում նորից խեղաթյուրված։ Դուք հիմա ԱԱՑ-ն չի ասում, ԱԱՑ-ն ասում է ես նման տեղեկություն չունեմ, ինչը եւ տրամաբանական է։ ԱԱՑ-ն չի կարող ունենալ ռուսական ԱԴՑ-ի բոլոր գործակալների տվյալները։ Չի կարող ունենալ Civic-ը կարող է ունենալ այդ տվյալները։ Ես չգիտեմ, դա հարցի երկրորդ կողմն է, բայց դուք նորից իրականության հետ չհամընկնող պնդում արեցիք։ Ասիկ ԱԱՑ-ն ասում է չի եղել տենց բան։ ԱԱՑ-ն որ չունի նման Դե հանրության համար որն ավելի վստահելի նայեք Բագրատ Գալստանյանի միտինգներին քաղաքացիների մասնակցությունը կտենաք հանրության համար որն ավելի վստահելի։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։